ու ճանաչել քեզ։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն քեզ, որ քո վերցվեց մեր աչքերի վրայից, որ մենք տեսնենք քեզ երեսարի ես, սիրո ու շնորհքով բարության ու ողորմության շնորհակալություն քեզ, մեր թագավոր, մեր սեր, մեր ուրախություն, մեր կյանք, մեր զորություն, մեր փրկություն, մեր Աստված, որ ամեն բանը մեզ համար, շնորհակալություն քեզ, հալելույա, շնորհակալություն ձեզ է, կարող եք նստել, շնորհքը ինչ արեց, շնորհքը բացեց մեր հասկացողության աչքերը, որ մենք տեսնենք, իսկ ինչն է փակել հասկացողության աչքերը, որ չտեսնենք, օրենք որովհետև օրենքը ինչա փող է, որ ընկած է 5 կտակարանի կարդացմունքի վրա, կարելի ասել հիմա այդ փողը նոր կտակարանի կարդացմունքի վրա է, որ մարդիկ չեն տեսնում, որտեղ փողը տարածեցին ամբողջ Աստծո խոսքի վրա, որ մարդիկ չտեսնեն Քրիստոսի գեղեցկությունն ու պայծառությունը ամբողջությամբ, բայց եկավ հայտնությունը շնորհքի եւ բացեց ուղղակի մեր հասկացողության աչքերը, որ մենք տեսնենք նրա գեղեցկությունը մեր մեջ։ Ամեն, եկեք այդ շնորհքի քովի ներքո նայենք ու տեսնենք, որ այն ինչ որ Հիսուսն անում էր իր կերպարի ժամանակ ու Աստված այսօր անում է մեր կյանքերի մեջ, ինչպես է նա փրկում, բժշկում եւ ազատում, եւ այն ինչ որ ինքը անում է, դա մարդկանց կարգավիճակից իրանց ինչպիսի լինելուց ոչ մի կախում չուներ, նրանք ինչ որ բանի մեջ չէին, ինչ որ բանի մեջ չէին, գիտեք հաճախակի լսում են քարոզիչները, պատճառներ են բերում, քանի կետեր, թե ինչու մարդը չի կարող լինել բժշկվածին, չի կարող է արգել հանդիսանալ քո բժշկությանը։ Գիտեք, մի լավ քարոզիչ կա, որ ասում է, մի բան, որը կարող է արգել հանդիսանալ քո բժշկությանը, դա նա է, որ դու հավատում ես, որ կա արգել բժշկության համար։ Ամեն, բայց Քրիստոսի կյանքի ամբողջ ընթացքում, այդ 3.5 տարիների ընթացքում չենք տեսնում մի պատճառ, որ նա բերի ու ասի կներես այսպիսի հանցանք քո կյանքում, ես չեմ կարող քեզ բժշկել ապաշխարի, հետո դու բժշկվես։ Ամեն, ողջունում եմ ինտերնետով մեզ հետևողներին, եկեք անցնենք առաջ եւ նայենք ուսումնասիրենք խոսքը։ Հիսուսը բժշկում էր բոլորին։ Նայենք ու ուսումնասիրենք մի փոքր Աստծո խոսքը, վերջում աղոթենք ամեն մեկիս համար ով դրա կարիքը ունի, որովհետև ասում նրանք, ովքեր կարոտ էին նրան, Աստված բժշկողը, Աստված բժշկում էր, Աստված հիմա էլ է բժշկում, Հիսուսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ամեն։ Անցնենք առաջ եւ ուսումնասիրենք ավետարաններից մի քանի տեղ։ Մատթեոս ավետարան 10-րդ գլխի առաջի համարից եւ իր 12 աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց իշխանություն տվեց Տիրոջ ոգիների վրա, որ նրանց հանեն եւ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկեն։ Ինչքան ցավերը բժշկեն, ամեն ցավ եւ ամեն հիվանդություն։ Իսկ ուշադրություն դարձրել եք ու մկանչեց իր մոտ ու իշխանությունը տվեց իր 12 առաքյալներին։ Նրանց մեջ ով էր մտնում նաեւ Հուդան, որ մատնեցին ան, բայց եթե գիտեր Հիսուսը, որ Հուդան մատնիչն է, որ իրան պիտի մատներ, այդ ինչպես նա իշխանություն տվեց նրան ամեն բան անելու։ Գիտեք, որ Աստված պարգև է տալիս, պարգևը կապ չունի քո բնավորության հետ, պարգևը կապ ունի Աստծո հետ, թե ինչպես դա դու օգտագործես, ուղղակի դա քեզանից է կապված։ Կվերցնես վերագրես քեզ, թե կվերագրես Տիրոջը, ով ամեն բանի հեղինակն է։ Ամեն դրա համար, երբ որ Աստված պարգև է տալիս նվեր, նա այդ նվերը հետ չի վերցնում։ Այդպես է փրկությունը պարգև ամեն մեկից, որ Աստված հետ չի վերցնում, ոչ մեկ չի կարող քեզանից գողանալ այն ինչ որ Աստված նվիրել է քեզ։ Ամեն ուղղակի մեզ իմաստություն ապենք, այն ինչ ունենք, գործածենք շնորհքով եւ ուրախությամբ։ Եվ բժշկում են ամեն ցավ եւ հիվանդություն, 8-րդ համարում շարունակում է։ Հիվանդներին բժշկեք, բորոտներին սրբեցեք, մեռելներին հարություն տվեք, դերեր հանեք, ձրի արել եք, ձրի տվեք։ Ինչ եք արել, ձրի ումից եք ձրի արել։ Ով է տվել ձեզ այդ իշխանությունը։ Աստված, ասում է, ես ձեզ տվել եմ, մի բան ուզեցի դրա դիմաց որ տվեցի, որ ձրի եմ տվել ու ձրի տվեք։ Գիտեք ինչի է այսօր մարդիկ ինչ-որ բան են պահանջում բժշկության դիմը, որտեղ նրանք հայտնություն չունեն, որ այդ ամեն իրանց ձրի է տրված։ Հիշում եք ժամանակին, որ ընծաներ էին
ընծայում, զոհաբերում, այս ինչի բժշկության համար, ինչի բժշկության համար կամ փրկության համար, որտեղից է եկել այդ ուսմունքն ու հասկացողությունը, չէ որ Տերն ասում է ձրի առել եք, ձրի եք տվեք, դա մարգային փիլիսոփայություն է, որ աստվածապաշտության կերպարանքներ, բայց Աստծո խոսքից հեռացած է։ Ամեն ոչ միտեղ գրված չէ, որ ինչ-որ մի բան պիտի տաս, որ դու բժշկված լինես։ Բժշկությունը Աստծո պարգևն է, ձրի նմրին է, որը տրվեցում է, դրա համար ասում է, ձրի եք ստացել առել, ձրի եք տվել։ Իսկ ինչ է նշանակում վաճառեն բժշկության ծառայությունները, եթե Աստված պարգև է քեզ տվել, ինչի չես պարգևով ծառայել, որպեսզի մարդիկ բժշկված լինեն, եթե դա իրականում պարգև է, որ դու ունես։ Մատթեոս 12-ում մեջ Հիսուս դիմանալով հեռացավ այնտեղից եւ շատ ժողովուրդ գնաց նրա ետևից եւ նա նրանց ինչ արեց բոլորին բժշկեց։ Լսեք, բա Հիսուս ինչու չհարցրեց կամ քննեց ռեգեն չարեց, ով ինչ խնդիր ունի, ով ինչ խնդրեմ ունի, ով ինչի պատճառով չի կարող բժշկվի, կամ նստում էր այնտեղ մարդիկ գալիս էին իր մոտ բաժանում էր sense կեսերին, ովքեր որ խնդիր ունեն, չեն կարող, ովքեր մեղք հետ կապված բեռներ ունեն, մինչև չգնաս օրդներես, մորդներես, չգիտեմ, այս բաները չանես, չես կարող լինել բժշկված։ Ինչի նա բժշկեց բոլորին անխտիր, որովհետև Աստված սեր է, եւ իր սերը դրսևորվում է ամենուրեք իր գործողության մեջ։ Ամեն, երբ որ նրանք բժշկվում էին, այս բժշկված մարդիկ ոմանք ինչպես էին արձագանքում Քրիստոսի այդ սիրո վերաբերմունքին, դա արդեն իրանց կարծիքն է։ Հիշում եք 10 որոտներին, որոնց Հիսուսը սրբեց։ 10-ը սրբվեցին, բայց նրանցից մեկը, որ ետ դարձավ եւ եկավ Տիրոջը ինչ արեց, երկրպագեց ասեց ով իմ Տեր։ Ու դուք գիտեք ով էր 10-րդը, նա հրեա չէր, որտեղ նրանց ասեց գնացեք ձեր մարմինները ցույց տվեք քահանաներին, իսկ նա հրեա չէր եւ ում պետք է ցույց տալ։ Եվ նա հայտնություն ստացավ, որ հա քահանան, քահանաների քահանան եւ եկավ եւ Քրիստոսին երկրպագեց եւ դրա համար ասեց քո հավատքը քեզ ազատեց, փրկեց։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար այն ինչ որ մարդիկ գիտեն, միշտ օրենքը բթացնում է մարդու հասկացողությունը մտածելակերպը եւ Աստծո տված պարգևները դնում պայմանի տակ, բայց Աստծո պարգևն առանց պայմանի ամես, որտեղ դա պարգև է, որ ոչ թե մեզանից ու մեր արժանինքներից է կախված այլ իրանից։ Ամեն։ 14-րդ գլխում եւ երբ որ Հիսուսը դուրս եկավ շատ ժողովուրդ տեսավ ու գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիվանդներին։ Ինչ արեց? Գթաց։ Լսեք, դուք գիտեք որ օրենքն անգութ է, շնորհքը գթառա։ Եթե մենք օրենքը խախտենք, նույնիսկ շաբաթ օրը պետք հավաքել, հետո կընկներ առաջեր ասել, գիտեք ես երեխեք ունեմ, 2 երեխեք ամուսինս մահացել է, որփեն նրանք ինձ մի քարկոծեք, օրենքը չէր անի դա։ Օրենքը անգութ էր, հասկանում եք, օրենքը գիր էր տրված։ Օրենքով այդպիսին էին փարիսեցիները, հրեաները անցյալները, որ ներծծված էր իրանց հասկացողության մեջ, օրենքը գուտչունի, օրենքը գիրա, որ պետք է կատարել, դրա համար նա չէր հարցնում, ինչպիսին ես դու, ինչպիսին է քո տան վիճակը, ֆինանս ունես, թե չունես, խախտել ես օրենքը, օրենքի համաձայն պիտի վերնես, անարակ կնոջը գլխին սարքել են, թե իրականում ինքը այդպիսին է, հայտնապես բռնել են, կա մեկը, որ նրա հետ շնացել է, թե չէ, էական չի, բռնել են, պիտի քարկոծեն եւ ուզում են Հիսուսին փորձել։ Հասկանում ես օրենքը այդպես անգութ է։ Ինչու են հաճախ մարդիկ իրենց գութն ու ողորմությունը կորցնում մի բանի պատճառով։ Օրենքի պատճառով։ Օրենքի պատճառով նրանք կարող են դատել երկրներ, աշխարհամասեր, Աստծո բարկությունը կրակը թափել ամբողջ երկրի վրա, այս երկիրը ջրի տակ անցկացնել են երկիրը, կմարգարյանան այնպիսի մարգարեություններ, որ Հիսուսը եթե հիմա այստեղ ներկա լիներ կասեր, դուք չեք հասկանում ինչ հոգուց եք դուք։ Ամեն, այն որ Նինվե ուղարկեց Հովնանին, որ նա գնաց ու մարգարյացավ, որ քանի օր կա, 40 օր կա եւ Նինվեն վերջ, հասկանում եք եւ նա նստած սարի վրա սպասում էր այդ բանի ուժս ֆիլմին, որ հեսա ոնց է կրակ իշնելու, բայց երբ որ Աստված գտած ողորմած կատարել էր, ինչի որովհետեւ հիաներշում ինքը գտության հասկացողություն չուներ, օրենքի մարդ էր, այդպիսին էր, Աստված ասել է պիտի կատարի, ոնց հիմա Աստված փոխվեց ու հանկարծ գտություն ու շնորհ ցուցած բերեց ամբողջ Նինվե ժողովրդին, որ հեթանոս էին։
Աստված ասում է այդքան ժողովուրդ որ մենք շուտզախը չգիտենք կան հասնանացում կենտանի երեխաներ դու մի հատ դդմենի համար որ մի օրում աճես մի օրում էլ ես չորացրի ես արեցի ես չորացրի դրա համար տրխում ես բայց քան ժողովրդի համար ես չտրտնեմ բայց ինչպես եք մտածում այս ամբողջ ժողովրդի համար դեռ մենք ապրում ենք շնորհքի ժամանակաշրջանը մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը ամեն եկեք չլինենք անգուրտ որովհետև օրենքն է մեզ անգուրտ դարձնում շնորհքը դարձնում է գթառատ բարի սիրով լցված ու ողորմությամբ ամեն մեկի նկատմամբ Եվ շատ ժողովուրդ եկավ նրա մոտ, որ իրենց հետ ունեին կավեր, կույրեր, հավրեր, հաշվանդամներ և ուրիշ շատերներ և նրանց բերեցին Հիսուսի ոտքերի մոտ և նա նրանց բժշկեց։ Լսեք, Հիսուսը չէր ընկնում հիվանդների մանգարեր, հիվանդներն էին գալիս Հիսուսի մոտ, եթե գալիս էին Հիսուսի մոտ չկար մեկ ում ինքը դուրս անել, եթե կգտնեք Աստվածաշնչում նման դեպ, հաստատ դուք ճիշտ չեք հասկացել, շատերն ասում են, բա տեսեք, այն կինն աղաղակում է Հիսուս իմ աղջկան բժշկի հիշում եք իմ աղջկան, բայց նա բանի տեղ չդրեց, ամբողջ հարցը նրանում է, որ նա ոչ թե աղաղակում էր Հիսուս իմ աղջկան բժշկի, այլ աղաղակում էր Դավթի որդի, որտեղ միայն նա ով հրյա էր, նա իրավունք ուներ ասել Դավթի որդի, որ ինքը նույնպես Դավթի սերունդից էր ու հրյա էր, այդ կինը հեթանոց լինելով ուղղակի խաբում էր իրան դնելով հրյայի տեղ, որ Հիսուսը որ նրա աղջկա ողորմի, որ ես եմ Դավթի որդի, դրա համար բանի տեղ չդրել, այն առումով, որտեղ վերջնական այդ աղջիկը բժշկվել էր, ուղղակի ամեն ինչ անկեղծ ու ճշմարիտ ասա, դու հեթանոս ես և ես չեմ եկել, հիշում եք ասում ում համար, դրսիների Իսրայել տան կորած ոչխարների համար և հացը չեմ առնի տան շներին, որ խոսում է հեթանոսների մասին, այլ Աստծո որդիներին, բայց նա ասաց չէ, որ շներն սեղանի փշանքներից են ծնվում ու նրա աղջիկը եղավ բժշկված, հասկացավ, որ նա հրյա չէ, այսինքն, երբ որ նա ասում է Դավթի որդից, ամբողջ հարցը նրանում էր, որ նա խաբում էր, որ նա հրյա է պահանջում էր հացը, որ պատկանում է Աստծո որդիներին, ոչ թե Հիսուսը չէր ուզում բժշկել, ամեն, արդյունքում բժշկվեց, ինչը բժշկեց, հավատքը նրա Հիսուսի նկատմամբ, որ Հիսուսը կարող է այդ բաներն և շարունակենք Մատթեոս 17-րդ գլխի մեջ մի պատմություն կա, որի մասին մենք խոսել ենք եկեք ես հասկանում եմ, որ այսօր ժամանակն է, որ ոչինչ չէ, որ նորից ինչ-որ բաներ վերհիշել, թարմանա և ես նրանց հիշում եք մի հայր կար, որ իր որդուն, որ դիվահար բերեցին Հիսուսի աշակերտների մոտ և Հիսուսի աշակերտները չկարողացան այդ դերերին հանել։ Եվ ես նրանց աշակերտների մոտ բերեցի և չկարողացան նրան բժշկել։ Հիմա պատճառն ինչու՞մն է, որ նրանք չկարողացան քո աշակերտներին ում դու տվել ես իշխանություն, այդ մարդուն, այդ երեխուն բժշկել։ Ի՞նչն է խնդիրը։ Եվ շարունակության մեջ նայեք, այն ժամանակ աշակերտներն առանձին Հիսուսի մոտ եկան և ասին. մենք ինչու չկարողացանք հանել նրան։ Չէ որ դու մեզ տվել եք իշխանություն բոլոր դերերի, չար ոգիների, ամեն իմանության վրա, բայց ես մեկը, որ իր երեխուն բերեց, մենք չկարողացանք դա անել։ Հիմա հարցը չէ իրանց մոտ առաջանում, ինչի մենք չկարողացանք։ Հիսուսն էլ իրանց պատասխանեց։ Հիսուսն էլ ասաց նրան. ձեր թերահավատության պատճառով, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատ ունենաք, բայց մենք ինչ ունենք, Քրիստոսի հավատ ունենք, Աստծո հավատ ունենք։ Դա այն ժամանակ է, որ դա Հիսուսը չէր ներել ու չէր ներել ու հարություն արել, բայց ասում է, եթե դուք հիշեք ինձ իշխանություն ու զորություն է ձեզ տված, նույնիսկ մանանեխի հատի հավատքը ինչ մեծ բաներ կանի, ձեր թերահավատության պատճառով, իսկ որտեղից է եկել թերահավատությունը։ Մի քիչ հետո մենք կտեսնենք։ Այս տարին կասես փոխադրվիր այստեղից այնտեղ, եւ նա կփոխադրվի եւ ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար։ Ու շարունակում է, բայց այս ցեղը կամ այս տեսակը, այս ծնունդը, այսպիսի սերունդը, այս տեսակ դեպերը դուրս չի գա, եթե ոչ աղոթով ու ծովով։ Եվ այս ամենը գրված է Մատթեոս ավետարանի մեջ, չէ՞։ Ու գիտեք, բնագրում, հին ձեռագրերում ընդհանրապես 21 այս նախադասությունը ընդհանրապես չկա։ Իսկ Մարկոսի ավետարանի մեջ, որ այս նույն պատմությանը մենք հանդիպում ենք, շատերն ասում են, տեսեք, գրված է աղոթքով և ծոմով։ Այսինքն ծոմ պիտի պահես, որ աղոթես, որ այդ դևերը դուրս գան։ Հիսուս ամեն օր ծոմի մեջ էր այդ օրը, որ ինքը եկավ ու հանեց։
Ինչու՞մն է խնդիրը, սա ավելացված է ծոմով նախադասությունը եւ ընդհանրապես ամբողջ նախադասությունը ավելացված է, իսկ Մարկոսի ավետարանում, որ 21-րդ համարում է նախադասությունը, ծոմ բառն ընդհանրապես բնավորում չկա։ Եվ եկեք հիմա անդրադառնանք այդ պատմությանը, տեսնենք ինչ է տեղի ունեցել, որովհետև Մարկոսի 9-րդ գլխում ավելի մանրամասն է նկարագրված։ Ինչ էր եղել աշակերտների հետ, որ Հիսուսն եկավ ասեց, որ այս սերունդը, այս տեսակը դուրս չի գա, եթե ոչ միայն աղոթքով, այնտեղ ծոմ բառը չկա, այսինքն հավատքի աղոթքով։ Իսկ ինչ էր եղել ձեր հավատքի հետ, որովհետև մենք միշտ խնդիրներ ենք ման գալի, ամբողջ հարցը այն է, որ մենք այսօր երգում ենք, որ շնորհքը քո բացեց մեր հասկացողության աչքերը, որ տեսնենք, իսկ ինչն է քողը, որ ընկել է, ինչն է խանգարում, օրենքը, ինչ է եղել աշակերտների հետ, ինչ վեճի ու բանի մեջ են բռնկվել, եւ եկավ աշակերտների մոտ նրանց 4 կողմով շատ ամբողջ տեսավ եւ դպիններին, որ նրանց հետ վիճում էին։ Ովքեր են վիճում աշակերտների հետ։ Դպինները ինչ պիտի վիճեին աշակերտների հետ։ Դուք ինչ իրավունքով եք անում, դուք ով ատվեց ձեզ այդ իշխանությունը, բայց այսօր դուք ծոմ պահել եք, կամ այսօր Մովսեսի օրենքն արել եք, այս սուրբ արարողությունն արել եք, թե չէ, կամ արդյոք դու եկան սուրբ ես, որ այդպիսի բաներ անես, ձեռքերը դնես Իվանների չգիտեմ, 1000 մի կետ, միգուցե դպիններն 10 կետ էին ներկայացրել առաքյալներին, թե ինչի պետք է դա չբժշկվի, կամ ընդհանրապես դուք ինչ իրավունք ունեք այդ բաներն անելու, որտեղ վերջի մեջ են բռնվել։ Հիշում եք Պողոսի թղթերի մեջ Տիմոթեոսի Տիտոսի միշտ ասում է օրենքի հետ եղող այդ վիճաբանություններից փախի, որովհետև դրանք կանոքուտ են, ընդհանրապես նկատել եք, որ մարդկանց հետ ունեք, որ դուք զրուցում եք, որոնք փորձում եք օրենքը մեջ բերել, իսկ դու խոսում ես շնորհքից, դա ավելի քեզ ոչ ոք չի տալիս, ավելի կնյարդանյացնի քեզ այն առումով, որ կասես այսքան ասում ես ու մարդ չի հասկանում, լսեք, պետք չի վիճել այդ մարդկանց հետ, ուղղակի դադարեք խոսելու, նրանք ովքեր որ շնորհքը հասկանում են իրաց ներսից եւ մեկ անգամից համոզել պետք չի, բայց նրանք ովքեր որ ուզում են այստեղից իմանալ, բայց իրանց հասկացողության մեջ խնդիրներ ունեն, նրանք կլսեն, կսովորեն, կհասկանան, կգալեն, ինչպես մենք ենք, ամեն, ու եթե քիչ չիջանք այստեղ ենք, մեր ուղերձները լցված այդ ամեն ինչով, բայց երբ որ լսեցինք, մեր ներս արձագանքի հետ, սկսեցինք նայել, ուսումնասիրել ու ամեն բան փոխվել։ Եվ շուտով բոլոր ժողովուրդը տեսնելով նրան շատ զարմացան եւ առաջ վազելով նրան բարևում էին։ Հիսուսը եկավ, աշակերտները դպինների հետ վիճում էին, եկան Հիսուսին բարևեցին ու շարունակում են։ Եվ նա հարցրեց դպիններին։ Ումը հարցրեց դպիններին օրենքի ուսուցիչներին, ինչ եք վիճում նրանց հետ ում է, աշակերտների հետ, ինչ հարց կար, որ աշակերտների հետ ուզում եք քննարկեք, ինչ խնդիր կար, եւ ժողովրդի միջից մեկը պատասխանեց եւ ասեց, խնդիր կար, այնքան պայմանները եւ առաջադրյալ երեխեք կապված հարցեր առաջացել, վարդապետ իմ որդուն քեզ մոտ բերեցի, որովհետեւ համարվոնքի ունի։ Եվ որտեղ որ նրան հասնում է գետնով են տալիս նրան եւ նա փրփրում է, ատամները կրճտացնում է եւ ցավանքում է եւ քո աշակերտներին ասացի որ անեն նրան, բայց չկարողացան։ Ասում եմ ես իրանց ասեցի որ անեն են վեճից ու դպինների զրույցից հետո, բայց նրանք չկարողացան, նաեւ պատասխանեց ու ասեց նրան. Ով անհավատ ազգ, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչև երբ պիտի ձեզ համբերեմ նրանից մոտ բերեք։ Դուք գիտեք, որ մի տեղ խոսքի մեջ գրված է, որ պատվիրաններն ու օրենքները հավատքի հետ կապ չունեն, դա հավատքից չի, որտեղ օրենքը ինչ է պահանջում կատարում, իսկ հավատքը ընդհանրապես օրենքի հետ կապ չունի։ Հիշում եք Հիսուսը, որ ասեց ինչ որ հավատքով հորից խնդրեք իմ անունով կստանաք, չի գրած, եթե օրենքի պահանջները կատարեք ու Աստծուց խնդրեք կստանաք, եթե հավատք կլինի ձեզ։ Գիտեք, հաճախ մարդիկ ասում են, դեպքում գնա ինչ ուզեմ անեմ, գնա ինչ ուզում ես արա, գնա վնասի քեզ քո կյանքն կեր ու կործանի ով է դրա վնասը կրելու։ Մեկ մարդիկ, որ այդպես մտածում ու խոսում են, ես զարմանում եմ ընդհանրապես իրենց մտածելակերպի վրա։ Եթե մեկը ծխելու պատճառով ստացել է թոքերի քաղցկեր կամ թոքերը հիվանդացել են,
ասում են, եթե դու չապաշխարես, Տերը չի բժշկի քեզ։ Լսեք, Աստված կբժշկի, եթե դա շարունակում է նույն ձևով անել, եթե լինի էլի Աստված կբժշկի, ուղղակի մարդն է հիմա, որ շարունակում անել այն նույն բանը, որը իր կյանքին վնաս է, բայց Աստված իր առաջը պայման չի դնում։ Մենք ենք, որ առաջ մարդկանց առաջ պայման ենք դնում, եթե սենց անես կաղոթեմ քո համար, եթե ապաշխարես գարուններ եկեղեցի կաղոթեմ, որ բժշկված լինես, ինչպես ես ու շատերս արել ենք, բայց Աստված այդպեսին չէ։ Երբեք Հիսուսը չի ասել, եթե ինձ հետևեք, ձեզ կբժշկեմ։ Հիշում եք, երբ որ հացը բազմացրեց ու կերան, ինչ ասեց, դուք ինձ հետևում եք, որովհետև հացից կերակ ու կշտացակ։ Նորից բազմացրեց, հետո երկրորդ անգամ, չասեց դուք մենակ հացի համար եք գալի, այս անգամ չեմ բազմացնում։ Նա բարի է, չէ կարող այդ բանը չանել։ Ուղղակի ասես ճշմարտությունը, որտեղ ձեզ ոչ թե ես եմ ձեզ հետաքրքրում, այլ այն, որ ձերի հաց եք կերակ ու կշտացակ, կամ բժշկություն եք, որ ստացակ։ Դրա համար ինչպես է մարդը արձագանքում, դա իր գործն է։ Բայց մեր գործն է ներկայացնել ճշմարտությունն ամբողջությամբ։ Ամեն, որ բժշկությունն առանց պայմանի է։ Եվ նրանց բերեցին նրա մոտ և նրան որ տեսավ շուտով ոգին թափարեց նրան և նա գետին ընկած տավարում էր փրփրելով նրա հորը հարցեց ինչքան ժամանակ որ այդ եղավ նրան նա էլ ասեց երեխայությունից այսինքն փոքր ժամանակվանից նա այդպես է եւ շատ անգամ են կրակի մեջ գցել եւ ջրի մեջ որ նրան կորցնի սակայն եթե մի բան կարող ես օգնի մեզ գտալով մեզ վրա հիմա Հիսուսին ասում է եթե մի բան կարող ես հարցադալիս չէ թեկուս ասում կասկածելով եթե կարող ես օգնի մեզ գտալով մեզ վրա այսինքն ոչ թե մենք արժանի ենք մեզ բժշկի այդ ողորմիր մեզ գտա մեզ գուտը չի հարցնում խելոք ես մնացել թե չէ օրեն խախտել ես թե չէ լավն եմ ես թե չէ գտա եւ վերջակել գուտը հայտնում է Աստծո եւ վերջակել գուտը առաջ չի բերում ոչ մի պայման իսկ ինչ ասում Հիսուսն է դրան ասել այն եթե կարող ես հավատալ ամեն բան կարելի է հավատացողին լսեք ամեն բան կարող է հավատացողին այդքան մարդ կար այդտեղ հավաքված պլյուս աշակերտները ասում ամեն բան հնարավոր է հավատացողին այդտեղ ով էր միակ մարդը ով հավատում էր Հիսուսը աշակերտների հետ ինչի այդպիսի խնդիր եղավ որտեղ իրանց ուղեղը լցրեցին օրենքի հետ կապվող վեճերի դրա համար երբ որ շփվում են օրենքի հետ կապված վեճերից լսեք իրանց հավատքը պարալիզացվում է այն ինչ որ կարող են չեն կարող Գիտեք, երբ որ մարդը վախի մեջ է գնում նրան վախցնում է, այն ինչ որ ինքը ունակ անելու, այդ ունակությունն է գնում իրանին։ Այն որ ասում է, լսի չէի ֆայնում, օրինակ գազը անջատել եւ որ այդպես խնդիրել է, վախից ինձ կորցրել է, ես մոռացել եմ թե ինչ անեմ։ Դրա համար վախը պարալիզացնում է, երբ որ մարդուն օրենքով վախեցնում է, այն ինչ որ ինքը կարող է, դեռ ունակ չի դա անել։ Դուք մտածում եք Ձգնոց Պետրոսը լողան չգիտեր, այդքան տարիներ ձգում, բայց ինչի՞ ծովի մեջ խեղդվում էր գոռացի Սուս փրկիր վախից, որովհետև վախը պարալիզացրել էր, որ լողանել գիտեր, ամեն ինչ գիտեր, հասկանում եք, դրա համար այն ինչ որ Հիսուսն ասում է, Հիսուսը նրան եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին, ով էր այդտեղ միակ մարդը, ով հավատում էր ու կարող էր նա, Քրիստոսը, նրանց հավատքի հետ ինչ էր եղել, պարալիզացված են, շարունակենք Եվ շուտով տղայի հայրն հավաքեց արտասուքով ու ասաց. Հավատում եմ Տեր, իմ անհավատության մոտնի, հավատում եմ ինչի, հավատում եմ քեզ, քո հավատքի, որ դու կարող ես անել, իսկ իմ անհավատությունը, օգնի իմ անհավատությանը, հավատում եմ քեզ, քո գտությանը, քո ողորմությանը, արա եւ վերջակել, եւ երբ որ Հիսուսը տեսավ, թե ամբողջը դիզվում է, պիստ ոգուն ասեց եւ Սաստեց և ասաց նրան, համր և խուր ոգի ես հրամայում եմ քեզ, դրանից դուրս եք և այլևս դրա մեջ չմտնես։ Ու ինչ եղավ? Եվ նա աղաղակելով ու սաստիկ թափահարելով նրան դուրս եկավ և նա մեռել պես եղավ, մինչև որ շատերն են ասում են թե մեռավ։ Եվ Հիսուսը նրա ձեռքից բռնեց, վեր կացրեց և նրան և կանգնեցրեց։ Վերջ, առողջ միացնողին տվեց Եվ երբ որ նա տուն մտավ աշակերտներն առանձին հարցնին նրան, թե մենք ինչու չկարողացանք անել նրան, ինչու,
Եվ նա ասաց նրան, այդ ցեղը կամ այդ տեսակը ուրիշ բանով անկարելի է դուրս գալ, եթե ոչ աղոթքով ու ծոմով, եւ այստեղ ծոմով բառը հունարենում բնակում ընդհանրապես գրված չի։ Այսինքն ինչպես հավատքի աղոթքով, իսկ դուք ինչ եք անում սիրելի աշակերտներ դպիրների ու փարիսեցիների հետ, ավիրել են ձեր հավատքը, պարալիզացրել այն իշխանությունը, որ ձեզ տվել է, որ գնացեք, դևերին հանեք, բժշկեք, ձրի առել եք, ձրի տվեք, ինչու չեք գործել դրում։ Ինչն է պատճառը, որովհետև ասում եք մանանեխի հավիճապ հավատք ունենաք, բայց ձեզ ամբողջ իշխանություն է տվել անելու այդ բաները։ Գրված է, եթե ոչ աղոթքով, այսինքն ինչպես հավատքի աղոթքով։ Այստեղ ծոմը ոչ մի նշանակություն չունի։ Ովքեր որ ուզում են ծոմ պահեն, պահեք, դա ձեր խնդիրն է։ Աստված ասում է ձեզ պահեք, հասկանում եք, դա ձեր գործն է, բայց դա իշխանության ու զորության հետ ոչ մի կապ չունի։ Աշակերտները ինչ-միշտ ծոմով բանով են ման գալիս, որ այդ բաներն անում են։ Ոչ իհարկե։ Կամ Հիսուսը միշտ ծոմի մեջ է, որ այդ բաներն անում է։ Ինչից է գալիս այն ճանաչողությունից ու հավատքից, որ Աստված դրել է քո մեջ։ Ամեն։ Հիմա միգուցե մարդիկ, որ հաճախակի ծոմ են պահում և հայտնություններ ստանում, ինչ-որ բան լինում է, դա կապում են ծոմի հետ։ Ուղղակի դա ծոմ է կապ չունի, դա կապ ունի հայտնության հետ, որ դու հասկացար, ով ես դու նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ, ու և այդ բանը գործում է, կապում են ծոմի հետ։ Կամ հաճախակի, որ հավատքով մի հատ զոհաբերություն են անում, ասում են, դե այս իմ թորը կամ երեխան բժշկի հետո բժշկում է, կապում են այդ առատ զոհաբերության հետ, ոչ թե Աստծո գթության, ողորմության հավատքի հետ։ Դա ընդհանրապես ֆինանսի հետ կապ չունի։ Ամեն։ Դրա համար աշխարհում է ինչքան մարդիկ Աստծո բժշկությունը ստացել են տարբեր ձևով, մեկ այնքան հիմար կամ ծիծաղալը ձևերով են այդ բաները ստացել, ասես ոնց էսպես կլինի։ Հավատացել են ուղղակի եւ գործել հավատքը։ Ամեն։ Մարկոս 3-ում, որտեղ շատերին բժշկեց, մինչև որ նրա վրա են թափում, որ նրան դիպչեն, որոնք որ ցավ ունեին, որտեղ գրած է շատերին բժշկեց, ու ովքեր որ գալիս են թափում են Հիսուսի վրա, Հիսուսը չէր ջոգում, ոչ էր անալիզ էր անում, ոչ էր ռենտգեն են անում, այդ մարդկանց ով խնդիր ունի, ով տունը կնոջ վրա գոռացել է, ինքը չի բժշկվի, մինչև կնոջից ներողություն չխնդրի, մեկն էլ իր երեխունը չգիտեմ ոնց վարվի եւ այլն։ Հիսուսը ոչ մի անալիզ չէր անում։ Ինչ էր անում, բժշկում էր բոլորին, ովքեր որ գալիս էին իրան։ Մարկոս 6 եւ այնտեղից դուրս գնաց եկավ իր հայրենիքը եւ նրա աշակերտները նրա ետևից գնում են։ Սա այնտեղն է, որ ասում են, տեսեք, Հիսուսը չկարողացավ հրաշքներ անել, որովհետեւ խնդիրներ կային, մարդիկ այսպես եւ այնպես։ Եվ եկեք հիմա իրականում նայենք այս պատմությունը։ Եվ որովհետեւ շաբաթը սկսեց ժողովրդի մեջ սովորեցնել եւ շատերը լսելով զարմանում են եւ ասում սրան, որտեղից է այս բաները, կամ սա ինչ իմաստություն է, որ տրված է սրան, որտեղ այսպիսի զորություններ են լինում սրա ձեռքով։ Զարմանում են մարդիկ, երբ որ եկել էր այնտեղ, ու շարունակում է Հիսուսը, չէ որ նրանք են ասում, չէ որ սա է Հյուսը, Մարիամի որդին, ով էր Հիսուսը, մինչև ծառայության մեջ մտները, Հյուսը, պլոտնիկ է, իր հայրն էր Հյուսը, մահացել է նա, երբ էր մահացել, չգիտեմ նրա մասին գրված չի, բայց նրանք մնացել են եւ նա արեստը վերցրել է եւ Հիսուսին ճանաչում են ինչպես պլոտնիկ, ինչպես Հյուսը։ Հիմա ասում է չէ որ սա է Հյուսը, այսինքն որտեղ է, դա իր քաղաքում է, որտեղ իրան բոլորը ճանաչում են։ Հակոբի, Հովսեփի, Հուդայի եւ Սիմոնի եղբայրները, ովքեր են այս չորսը, նրա հարազատ եղբայրները։ Ինքը հարազատ եղբայրներից բացի ինչ ուներ եւ չէ որ դրա քույրերն այստեղ մեզ մոտ են եւ նրա վրա գայթակղում են։ Ինչի՞, որովհետեւ գիտեի որ որտեղից է, ով է քուրը, ով է աղբերը, մեր աչքի առաջ է մեծացել, հիմա եկել է ինչ-որ ֆոկուսներ անում կներել։ Էսով է, լսեք, ու իրան ինչպես Մեսիա չէին ընդունում, ոչ թե պատճառը ուրիշ բան էր, պատճառը այն է, որ Հիսուսին չէին ուզում, որ իրաց քաղաքում մի բան անի, որ Հիսուսը չկարողացավ անել։ Հիսուսն է նրանց ասեց, մի մարգարե անարված չի, բայց միայն իր հայրենիքի եւ իր ազգականների եւ իր տան մեջ։ Հասկանում եք, եթե նրան անարգում են ճանաչելով նրա մարդկային կողմը, բայց ոչ թե ուրիշները երկնքից եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զորություն անել եւ չէր կարողանում անել ինչն է պատճառը, որտեղ չէին թողում։ Հասկանում եք, մեկ ասում է եկավ եւ այսին երկիչը չկարողացավ
բանում երկել, այս տեղը։ Ոչ թե չկարողացավ ձայնը չհերկել, չկարողացավ չթողեցին նետերի երկել։ Դա է նկատի ունի։ Ամեն, հասկանում եք, չկարողացավ, ասում եմ, չէր կարողանում այնտեղ ոչ մի զորություն անել, ոչ թե չէր կարողանում խնդիր կար, չէին թողում, որտեղ ասում են, այսինքն պլոտնիկն է, եկել այստեղ ինչեր է ուզում անի։ Մենք իրաներ գիտենք, մորներ եղբայրներ լինել ու քրոջներ, բայց միայն մի քանի հիվանդների վրա ձեռ դրեց եւ բժշկեց։ Մի քանիս ովքեր որ հավատում են, որ նա Մեսիան է, իրենց վրա ձեռ դրեց ու բժշկեց։ Իսկ մնացածը ինչի չբժշկվեցին, որտեղ մերժեցին։ Երբեք ոչ մեկը որ Հիսուսի մոտ եկավ, Հիսուս իրաց չի մերժել։ Մարդիկ են մերժում նրան։ Մարդիկ են մերժում այն պատկերը բժշկություն, բայց ոչ ինքը Աստված։ Եվ նրանց անհավատության համար զարմանում է։ Տեսա՞ք, որ անհավատության, որ չեն հավատում, որ Եշուան է Համաշիախ, որ Հիսուսն է Քրիստոսը։ Նրանք հավատում են, որ սա է Հովսեփի որդին, բայց ոչ սա է Աստծո որդին։ Այդ անհավատության համար։ Եվ ման է գալիս 4 կողմի գյուղերը եւ սովորեցնում։ Եվ Թովմաս գնաց ու սկսեց շրջակա գյուղերն ու քաղաքները սովորեցնել։ Ղուկաս 6-րդ գլուխ։ Եվ իջավ նրանց հետ մի տաղարակ կանգնեց եւ այնտեղ էր նրա աշակերտների ժողովը եւ ժողովրդի մի մեծ բազմություն բոլոր Հրեաստանից եւ Երուսաղեմից եւ Տիբրոսի եւ Սիդոնի ծովեզերքից, որ եկան նրանից լսելու եւ իրենց հիվանդություններից բժշկվելու եւ պիծ ոգիներից չարչարվողները բժշկվում էին եւ բոլոր ժողովուրդը ուզում էր դիպչել նրան, որտեղ նրանից զորություն էր դուրս գալիս եւ ինչ եւ բոլորին բժշկում էր։ Նրանից զորություն էր դուրս գալիս ու բոլորին բժշկում էր։ Հիշում եք անհասող կնոջներ, հա? Օրենքն ինչ էր ասում այդ կնոջը, որ նա արյունահոսության մեջ էր եւ ամակուր էր համարվում։ Իր տնից դուրս չպիտի գար, մարդկանց չպիտի շփվել, լավ տնից դուրս գար, տղամարդկանց ընդհանրապես չպիտի դիպչել, բայց ինչ արեց, երբ որ ամբողջը հավաքված է, բոլորին հրեց, իսկ ինչ էր ասում օրենքը, կանգնի այգնի կուրես գրում, իսկ ինչ արեց, խախտեց այդ ամեն բանը, գնաց ու կպավ Հիսուսին իր ամմակուր վիճակի մեջ, Հիսուսն ամմակուր դարձավ, թե ամմակուր կինը մաքրվեց։ Եվ բոլորը գտնում էր հին ուխտին ինչ էր լինում, հին ուխտում մարդը դառնում էր անմաքուր, իսկ նոր ուխտում ինչ էր լինում եւ բոլորը կպավ Քրիստոսին, բոլորը մաքրվեց ոչ թե Քրիստոսը, բոլորը։ Երբ որ դագաղով նոր միացնի որդին տանում էր հին ուխտում, եթե մեկը կպնում էր դագաղին կամ մեռելի, իրանք ինչ-որ ժամանակի ընթացքում անմաքուր էին համարում, հետո պիտի ջրով լվացվեին, որ հայտնվեին մարդկության մեջ։ Երբ Հիսուսը կպավ դագաղին, ոչ թե Հիսուսն անմաքուր համարվեց, որ գնաց ջրով լվանը, այդ միացին որ որդին արություն առավ մեռելների։ Այդ ինչ անշուն որ գաներ, ասում են հաղորդությանը չկպներ, որը դու մեղքերի մեջ է, ինչի չեն թողում մարդկանց, որ նրանք կպնեն, եթե դա Քրիստոսի մարմինն ու այլունը, կպնեն ու լինեն օրհնված ու բժշկված։ Թե չի ինչ, թե չի հաղորդությունը կպրծվի, թե մարդիկ, ովքեր որ պիղծ են նրանց կյանքերում փոփոխություն կգա կամ պիղծ ասելով ի նկատի ունեմ, որ մարդիկ հաճախակի երբ որ սխալների մեջ են, իրանց համարում են այդպես իրանք պիղծ են Աստծո զավակներ եւ Աստված իրանց տեսնում է ինչպես անվիճ ու անարար։ Իսկ ովքեր են որ չեն ուզում որպեսզի նրանք մոտենան, միայն մարդիկ, քարոզիչներն ու հովիվները կներեն բոլոր նրանք, ովքեր որ այդպես մտածում են։ Մեկ ինտերնետում գրել էր, ով է մեզ հակառակ, եթե Քրիստոս մեր կողմն է, մեկը գրել է ինքներս մեզ, ուզում է տակը գրել հովիվները քարոզիչները։ Ով է մեզ հակառակ, եթե Աստված մեր կողմն է, մենակ հովիվները քարոզիչները, իրանք են ներկայացնում այդպես։ Թե չէ մարդկաց որ թողից իրանք արդեն ավետարանը տեսնում են մեկ ուրիշ։ Դպիներն ու փարիսեցիները։ Իսկ ովքեր որ այդպես են մտածում եւ ունեն օրենքի մտածելակերպ, նրանք են հակառակ, բայց ոչ Աստված։ Ամեն։ Դրա համար ինչ վերաբերում է հաղորդությանը, հասկացեք, եթե մարդկանց արգելում են, եթե Հիսուսը այդտեղ նստած լիներ ասել, եկեք ինձ մոտ, ու արդեն չէ, մի գնացեք ինչպես երեխեքին չէին թողում, ասում եք թողեք, թող իրանք ինձ մոտ գան։ Դուք ով եք, որ արգելեք մարդկանց, որ դիպչեն մի բանի, որը այնքան զորություն ունի, որ իրանց կարող ասել։ Ամեն։
Պատկերացնում եք Հիսուսը գտնում է Դագավին ու Փարիսեցիներին ասում է դե գնա լվացվի։ Մինչև որ հասցնեն ասել գնա լվացվի, դե մերրը հարություն արել։ Գտնում է բորոտին, բա դու պիտի լվացվես, մաքրես, դե մեր բորոտը սրբվել։ Հիմա լվացվեմ թե չէ։ Եվ գիտեք, եւ այն արդյունքը իշտերին Հիսուսից առածել ժամանակ պապանցեցնում էր իրանց բերան, փակում էր իրանց բերան։ Գիտեք, օրենքը բթացնում է մարդու միտքը, որ նրանք այլևս բարությունը չեն տեսնում Քրիստոս։ Կապ չունի մարդը լավացել է, ձեռը չորացած է, թե չէ, կասենք շաբաթ օրը չէ, թող ուրիշ օրերը գա։ Այ Հիսուս ասել կներեք, ձեր առողջացած, հետ չորացի, հետ շաբթի կգած կբժշկեն։ Եթե մտածել այդ դպիրներու Փարիսեցիները մտածել ակերպով, որտեղ Հիսուսը որ հաճախակի շաբաթ օրը հրաշքեր անում, գիտեք ինչ են ասում նրան, ասում են ուրիշ օր չկա որ գաք բժշկի, չեն ասում հալելույա, ես մարդիկ բժշկվում են շաբաթ օրը։ Եվ որ իրանց էշն գրում էր փոսը շաբաթ օրը հանում են, չէ տողում է, որ մյուս օրը միաշաբթի օրը հանում են նույն օրը։ Բայց այս մեկը որ բժշկում է շաբաթ օրը, իրանք ասում են, բա Մովսեսի օրենքը Լսեք, օրենքն ավելի բարձր թե շնորհքը, չէ՞ որ քավությունը դրված է 10 պատվիրանների վրա։ Շնորհքը քերոբերներն ինչի վրա են նստած, տախտակների վրա թե քավության վրա։ Քավության վրա, քապորետի վրա, որ նշանակում է ողորմության տեր։ Եվ ինչն է ծածկում 10 պատվիրանները ուխտի տապանակը, քավությունը, շնորհքը, ողորմությունը։ Եվ Աստծո աչքերը, որ քերոբերներն են խորհուրդը Աստծո աչքերին նայում էին ինչին, եւ քահանապետը մտնում էր այնտեղ արյուն էր սրսկում, որ չերևար ներքևյան տախտակների գրածը։ Ամեն։ Ղուկասինում եւ ժողովուրդներն իմանալով նրա հետևից գնացին եւ նրանց ընդունեցին եւ նրանց հետ Աստծո արքայության մասին է խոսում։ Ինչի մասին? Աստծո արքայության մասին։ Եվ որոնք որ բժշկության կարոտ էին, ինչ էին անում? Բժշկում էին։ Ովքեր որ կարոտ չէին ուզում, իրանք չէին բժշկվում, որտեղ չէին ուզում, գար ասում ես յուսը, այս պլոտնիկն է։ Գնան դեր մոտից ինչ ես եկել այստեղ, քեզ ցուցադրում, չգիտեմ ինչ են խոսում։ Բայց ովքեր որ բժշկության կարոտ էին, բժշկում էր։ Հիսուսը երբեք ոչ մեկին, որ բժշկության կարոտ է, կարոտով չի թողել, որ նա բժշկված չլինի։ Ամեն։ Ոչ էլ խնդիրներ ու պրոբլեմներ ա ջրի Երուսաղեմում։ Եթե մարդ շաբաթ օրը թլպատություն է ընդունում, որ Մովսեսի օրենքը չքանդվի, նայեք Հիսուսն ինչ ասում։ Դու գիտեք օրենքը ինչ էր ասում, ամեն մեկ երեխա որ ծնվում է պետք է 8-րդ օրը թլպատվի։ Եթե այդ 8-րդ օրը ընկնում ես շաբաթ օրը, էլ չէին հարցնում, այսօր շաբաթ է, չպիտի թլպատվի։ Բա Մովսեսի օրենքն ասել է 8-րդ օրը։ Բա Մովսեսի օրենքն ասում է շաբաթ օրը գործ չաներ, չէ՞։ Հիմա 8-րդ օրն անգրել երեխային թլպատությունը, թլպատում են, ասում է եթե դու որ Մովսեսի օրենքը չքանդվի, ինձ վրա բարկանում եք, որ ես մի ամբողջ մարդ բժշկեցի շաբաթ օրը։ Դուք օրենքը չխախտվելու համար հասկանում եք, անում եք, որ չխախտվի, որ 8-րդ օրն է, որ ասում ոչինչ շաբաթ է, բայց 8-րդ օրն է, Մովսեսի օրենքը չպիտի խախտվի, բայց շաբաթ օրը որ մարդ է բժշկում, դրա համար իմ վրա ջղայնանում եք, բարկանում եք։ Ինչ անում օրենքը մարդկանց, ջղայնացնում է, բարկացնում է։ Իսկ շնորհքը ինչ անում, մեր մխաղություն, բժշկություն եւ հանգստություն։ Երբեք նրանց հասկացողությունը ու լծվածը օրենքով չեն կարող հասկանալ շնորհքը։ Մինչև տիկերը չդադարվի։ Իսկ ինչ էր ասում Հիսուսը, նոր գինին, նոր տիկերի մեջ։ Այլապես տիկերը կպատռվեն, ինչ կլինի։ Գինին էլ կթափվի, այն ինչ որ լսում են դա հեչ կդառնա։ Նոր շորը հին հանդերձի վրա ինչ անում։ Հին հանդերձը պատռում է եւ ինչ ասում պատռվածքն ավելի մեծ է լինում։ Դրա համար շատերը որ ուզում են շնորհով կարկատան դնել իրանց օրենքի քարոզների վրա, լսեք դա ավելի խայտարակություն է, քան ամբողջությամբ ընդունել շնորհքը եւ խոսես դրա մասին։ Հենց խառնեցին իրար, շնորհքի զորությունը մեծը ավելում է ամեն այն հասկացողությունը։ Կամ ամբողջությամբ շնորհ կամ ամբողջությամբ օրենք, խառնուրդը ավելում ամեն բան եւ մարդկանց հասկացողությունը։ Ես գիտես զարմանում եմ, երբ որ նույն եկեղեցում լսում եմ քարոզիչներ են հրավիրում, մի քարոզիչը կարող բարձրանա բեմ, ասի ամբողջությամբ նախկին քարոզված քարոզների հակառակ։ Հետո գացել մեկ ուրիշ շաբաթ, մեկ ուրիշ ծառայում եւ խոսում մեկ ուրիշ բան, որ արդեն նրա ասածներն է հեչանում։
Եվ մարդիկ գիտեք ինչ են անում իրաց հասկացության մեջ ճողում են, չգիտեն հավատան անցած շաբաթօրվա ծառայողին, թե այս շաբաթօրվա ծառայողին։ Բայց որ հաճախ լսում են, որ մեկը բժշկվեց, որ սկի ճակերտների մեջ արժանի չէ, մազներից բիզբիզական։ Բա ո՞նց է բա։ Թե Աստված բժշկում է մարդուն իր արժանիքների համար, թե իր արժանիքներից ելնելով մարդկանց բժշկում։ Ամեն։ Դու բժշկված օրդված ես ում արժանիքների պատճառով։ Իրար ու վերջակետ։ Հիմա ինչ-որ բան, ինչ-որ կատարում չի կարում, ես ներկայացնում եմ այն ինչպիսին ինքը Աստված է։ Ամեն։ Ես հավատում եմ այդպիսի Աստծուն։ Առաջի Պետրոս 2-րդում վերջացնեմ։ Նայեք ինչ ասում Պետրոսը, որ ինքը մեր մեղքերի իր մարմնում խաչապայտի վրա բարձրացեց, որ մեղքերին ձեռանալով արդարության համար ապրեն։ Որ արդարության։ Քրիստոսի արդարություն, որ մեղքի հարցը լուծեց, որ այսօր դուք տեսնեք ով եք դու, որ Քրիստոսն է ձեր արդարությունը, դրա համար ապրեք, ոչ թե ձեր արդարության համար ապրեք։ Որ ինչ լինի, որ նրա խոցերով բժշկվեցիք, հունարեն ուղղակի թարգմանություն գրած է, նրա վերքերով դուք եղաք բժշկված։ Ում վերքերով, Դավիթն ասում է, հերկողներ իմ ուսերի վրա հերկեցին։ Հիշում եք այն մտրակները, որ Հիսուսի մեջքին զարկում էին, որի վրա ճանկեր կար ու երկաթի այդ կեռիկները, որ ակոսներ էր հերկում։ Ինչ եղավ, ամբողջ հիվանդություն ցավվեց այդտեղ, որ աճին թե մահանով պտուղ չկա, որ այնտեղ որ պտուղ չկա։ Դրա համար ասում է հերկողների մեջքի վրա հերկեցի եւ ամբողջ հիվանդությունն ու ցավը նրա վրա եղավ, որպես այսօր մենք ինչ անենք, վայելենք նրա բժշկությունն ու ուրախությունը եւ ամեն բան։ Ամեն ինչը կախված է թե ինչպես ենք հասկանում եւ ընկալում այն բարի գթառատ ու սիրող Աստծուն, որ մեզ սիրում է։ Թող ոչ մեկ ձեր սուրբ մաքուր անարատ միտքը չափականի։ Հիշում եք անցած կիրակերվա խոսքը, որ ձեր մտքերը ձեր կյանքն են։ Ոչ մարդիկ հավատում են ինչպիսին Աստված, այդպես էլ ծառայում են նրան։ Հավատում են սիրող գթառատ ողորմած Աստծու, ծառայում են այդպես, հավատում են Քրիստ պատժող Աստծո, որ եթե այսպես չանի, այսպես կլինի։ Եթե այսպես չանի, ապա 2-րդ 28-րդ գլխանեսները կգան իր վրա ու իր տան վրա, հավատում են այդպես, այդպես էլ լինում է։ Այն ինչ որ իրանք հավատում ու խոսում են, այդպես էլ խոսում են իրանց կյանքի մեջ, չէ որ դուք թագավորներ ու քահանաներ եք, որտեղ մինչև որ դուք խոսեք, դուք միտք պիտի ունենաք, որ խոսեք։ Ամեն։ Մտքերը առաջանում են այստեղ, խոսքերը դուրս է գալիս մեր շուրթերից։ Եվ ինչ է դուրս գալի այն ինչ որ մենք մտածում ենք։ Դրա համար լավ է, որ եւ մեր միտքը փոխվում է, սկսում ենք Աստծուն ճիշտ ձևով ճանաչել, մեր շուրթերը սկսում են ճիշտ Աստծուն ներկայացնել։ Ամեն։ Հալելույա։ Նորից եմ ասում, նրա վերքերով դուք եղաք բժշկված։ Դուք եղաք բժշկված։ Շնորհակալություն, որ այն ինչ որ մենք ունենք մեր ներսում հիմա, դա պարգև ամնվեք քեզ համար։ Շնորհակալություն քեզ, որ կյանքը, բժշկությունը եւ զորությունը մեր մեջ է գտնվում։ Եվ մենք խոսում ենք մեր մարմիններին ուրախություն, ցնծություն, խաղաղություն, մեր բջիջներին, մեր նյարդերին, մեր ներքին օրգաններին, մեր ոսկորներին, առողջություն եւ վերականգնում, մեր հարազատների կյանքում, ովքեր բժշկության կարոտ են, նրանք ովքեր բժշկության կարոտ են, եւ իրենց գցում են Հիսուսի ոտքերի մոտ, Տերը բժշկում է նրան։ Մենք խոսում ենք այդ բժշկության կարոտ եղող մարդկանց կյանքերի մեջ, բժշկություն եւ վերականգնում։ Հիսուսի անունով, ոչ թե նրա համար թե ինչ են արել նրան, այլ նրա համար թե ինչ արել Տերը։ Եղեք բժշկված Հիսուսի անունով։ Եղեք բժշկված Հիսուսի անունով։ Եղեք բժշկված, եղեք առողջ։ Ձեր միտքը կենտրոնացրեք Տիրոջ սիրո ուրախության, գթության ու խաղաղության վրա։ Եղեք առողջ Հիսուս Քրիստոսի անունով։ Թող ամեն խավարը գնա ձեր հասկացողությունից եւ ամեն օրենքի քողը վերցվի եւ շնորհքի լույսը ծագի ձեր մտքերի մեջ, որ դուք տեսնեք նրա շնորհքի գեղեցկությունը, արդարության պարգևը, որ ձեր մեջ է, որ այն ինչ որ ունեք Աստծու նվեր է, որ բժշկությունը Աստծուց նվեր է, որ Աստված ոչ մեկին չի մերժում, ոչ մեկին Իրանից կողքից եկող չի հերում, Աստված ամեն մեկին սիրում եւ ընդունում է, անկախ նրանից թե ինչպես մարդը կարծակամքի այցելում, Տերը բժշկում է, Տերը կիրակում է, շնորհակալություն քեզ Տեր, շնորհակալություն քեզ, շնորհակալություն քեզ, քո իմաստության համար որ տալիս է մեզ, ետևել քեզ, լսել քո ձայնը, սիրելի հովին Հիսուս, որ մենք ամեն օր լսենք քո ձայնը եւ առաջնորդվենք քեզ համար։
Շնորհակալություն քեզ մեր բարի հողի, շնորհակալություն քեզ, որ դու բացել ես մեր ականջները, որ լսենք քեզ եւ առաջնորդում քեզ։ Շնորհակալություն քեզ։ Հալելույա, հալելույա, ամեն, ամեն, ամեն։ Ինչպես մենք չենք տեսնում հաճախակի մեր բացասական մտքերի անմիջապես արդյունքը մեր օրգանիզմի մեջ դա հետևում է հետևանքներով հետո, այդպես էլ հավատացեք, որ դուք չեք տեսնում այն դրական փոփոխությունները հենց հիմա ձեր ֆիզիկական աչքերով ձեր ներսում եւ դա հավատով դուք ընդունում եք ձեր ներսում, ինչպես է կյանքի կոչվում ամեն բան։ Ընդունում եք, հավատում եք, դա ձեզ ուրախությունը կյանք է պատկերում։ Չէ, ուժով մենք միայն մենք ենք լինում։ Ամեն, կանգնում ենք հաջող շաբաթ, շնորհք ու խաղաղությունը ձեզ։ Օրհնություն եւ պաշտպանություն մեր զինվորների համար։ Հիսուս Քրիստոսի անունով խաղաղություն ենք հոսում մեր սահմաններին, հռչակում ենք խաղաղություն սահմաններին։ Երկու երկրների միջև որ ամեն բան հաշտության ու խաղաղության մեջ լուծվի։ Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն Տեր, որ դու դրել ես քո խոսքն ու հեղինակությունը մեր մեջ, որ երբ որ մենք խոսում ենք օրհնություն, խաղաղություն, պաշտպանություն մեր երկրի, մեր զինվորներին, որ ամեն մեկից զավակը կենդանի ու առողջ վերադառնալու Հիսուսի անունով եւ հիվանդ զինվորները լինեն բժշկված, որտեղ որ նրանք իրենց հիմա ընդունում են իրենց բժշկությունը բժիշկների կողմից, թե որ այդ բժիշկների իմաստություն, որպես նրանք ամենայն գտության ու շնորհքով ու ողորմությամբ մոտենան ամեն մի զինվորի, որ նրանք լինեն առողջ ու բժշկված ամբողջությամբ։ Շնորհակալություն քեզ Տեր։ Մենք սիրում ենք մեր երկիրը եւ օրհնում ենք, ասում ենք խաղաղություն քեզ Հայաստանի քո սահմաններին։ Շնորհակալություն քեզ Տեր ջան, հալելույա, ամեն, ամեն։